Ինչ վերաբերում է նախ երկխոսությունը առնվազն մի քանի հարցերի շուրջ մենք եկանք ընդհանուր ըմբռնման, որ Հայաստանի Հանրապետությունը ամենակարևոր հարցը ունի լեգիտիմ իրավունք ինքը իր համար այլընտրանքներ ձևակերպելու, ձևավորելու եւ Ռուսաստանի նախագահին ասի, որ մենք հայտարարել ենք այդ ճանապարհը եւ մենք գնալու ենք այդ ճանապարհով, մանավանդ հիմա, երբ որ ժողովուրդն էլ Հայաստանի Հանրապետության քվեարկել է դրա օգտին, եւ մենք ես ինչպես նախընտրական շրջանում ասել եմ, չեմ պատկերացնում, որ մենք մեր քաղաքականությունների արդյունքում հայտնվենք մի իրադրության մեջ, որ Հայաստանի Հանրապետությունը այլընտրանքներ չունի։ Հայաստանի Հանրապետությունը միշտ եւ բոլոր հարցերում պետք է ունենա այլընտրանքներ եւ այլընտրանք չունենալու դարաշրջանը փակված է։ Ինչ վերաբերում է խնդրին, ես տեսեք, մենք հիմա բոլորս արձանագրում ենք, որ այդ խնդրը Հայաստանինն է, բայց այդ խնդրը Հայաստանինը չի, դա ԵԱՏՄ խնդրն է, որովհետեւ փաստացի ստացվում է, որ Եվրասիական տնտեսական միությունը կաթվածահար է եւ չի աշխատում։ Եվ եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։ Իսկ հնարավոր է Հայաստանի կառավարությունը այդ դեպքում որոշի ավելի շուտ ԵԱՏՄ-ից դուրս գալ։ Չէ, մենք նման պլան չունենք։ Պարոն վարչապետ, Հայաստանի հետ առաջացել խնդիրը, եթե դուք ասում եք, որ ընդհանրապես դա ԵԱՏՄ-ի խնդիր, ինչու՞ միայն Հայաստանի հետ է հիմա։ ԵԱՏՄ-ի, ես չեմ ասում, Հայաստանի հետ առաջացել է ձեզ հայտնի հանգամանքների պատճառով, որովհետև Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է այլընտրանքներ ունենալու քաղաքականություն, ընդ որում այդ քաղաքականության լեգիտիմությունը, այդ թվում Ռուսաստանի Դաշնության գործընկերները ընդունում են, ինչը շատ կարևոր է։ Այստեղ խնդիրը հետևյալն է, թե այդ այլընտրանքը երբ պետք է իրացվի։ Նաև պաշտոնական հաղորդագրության մեջ էլ է ասվել, դուք գիտեք, որ մայիսի 29-ին ԵԱՏՄ անդամ երկրների 4 երկրների ղեկավարներ ընդունել են հայտարարություն, որտեղ կամ պաշտպանել են Եվրամիության անդամագրվելու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու իրադրությունը, ինչը վատ չէ։ Այսինքն այդ օրակարգի լեգիտիմությունը ընդունել են, բայց ես ուզում եմ հստակ նաև Ռուսաստանի Դաշնության նախագահին եմ ասել, որ հանրաքվեն չի կարող տեղի ունենալ առանց դրա առարկայի ներկայության։ Հետևաբար այդ հանրաքվեն անցկացնելուց առաջ մենք առնվազն պետք է դիմաց լինենք Եվրամիությանը անդամագրվելու հարցով եւ այդ օրակարգը պետք է այլընտրանքը պետք է ես եկեք իմ դիրքորոշումների մասին ասեմ, որովհետեւ վստահ չեմ, որ այս հատվածում, բայց առնվազն այս process-ը կարծում եմ լեգիտիմ է եւ այդ process-ը